Կիբերպատերազմը թվային հարձակումների շարք է, որն օգտագործվում է մի պետության կողմից մեկ այլ պետության ենթակառուցվածքը խափանելու, վնասելու կամ ներթափանցելու համար։ Դա նոր մարտադաշտ է, որը դուրս է գալիս ցամաքում, ծովում եւ օդում ռազմական գործողությունների ավանդական ասպարեզից։ Պետությունները, որոնք ունեն զգալի ֆինանսական ռեսուրսներ եւ զարգացած կիբեր հնարավորություններ, հաճախ հանդիսանում են վիրտուալ պատերազմի հիմնական մասնակիցները կամ հովանավորները։ Հակաակտիվիստական խմբեր, այսինքն քաղաքական կամ սոցիալական նպատակներին հասնելու համար իրենց հմտություններ շահարկող հակերները, նույնպես ակտիվ խաղացողներ են, որոնք ունակ են էապես ազդել աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ կողմնակի միջոցներով։ Այսօր կիբերպատերազմը վերածվել է ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի, որը ներառում է հարձակումներ կրիտիկական ենթակառուցվածքների, պետական կառավարման մարմինների գործունեության եւ ռազմական օբյեկտների վրա։ Կիբերհարձակումների աճող հաճախականությունն ու բարդությունը պահանջում է արդյունավետ ռազմավարությունների մշակում սպառնալիքները նվազեցնելու համար։ Հաջող կիբերհարձակումները կարող են խաթարել կենսական ծառայությունների աշխատանքը, կաթվածահար անել տնտեսությունը եւ խաթարել երկրի հեղինակությունը։ Ռազմական ցանցերի վրա հարձակումներն ու լրտեսությունը վնասում են կարևոր տեղեկատվության գաղտնիությանն ու կապի համակարգերի կենսունակությանը, վտանգելով ռազմական գործողությունների հաջող իրականացումը, ինչպես նաեւ ամբողջ պետության անվտանգությունը։ Այս սպառնալիքներին հակազդելու համար կենսական նշանակություն ունեն կիբերանվտանգության համապարփակ ռազմավարությունները։ Դրանք ներառում են մի շարք հատուկ պաշտպանական եւ հարձակողական ծրագրեր, որոնք կարող են իրականացվել կիբերպատերազմի սպառնալիքը նվազեցնելու համար։ Կիբերպատերազմը փոխում է աշխարհաքաղաքականության եւ ազգային անվտանգության լանդշաֆտը։ Պետությունները պետք է հարմարեցնեն իրենց ռազմավարությունները պաշտպանելու կարևորագույն ենթակառուցվածքները եւ սահմանելու միջազգային ստանդարտներ, կանխելու համար կիբերհարձակումների կողմից ավելի մեծ հակամարտությունների առաջացումը։ Փորձագետները կանխատեսում են, որ աշխարհաքաղաքական առումով կիբերպատերազմը նոր եւ վտանգավոր զարգացումներ կունենա, ինչը պահանջում է կիբեր ռիսկերի կառավարման առաջադեմ մեթոդների ինտեգրում ազգային անվտանգության ռազմավարություններում։ Աճող տեխնոլոգիական կախվածությունը եւ ենթակառուցվածքների գլոբալ փոխկապակցվածությունը երկրներին, կառավարությունների եւ կազմակերպություններին ենթարկում են համակարգային կիբերսպառնալիքների, որոնք ներկայումս աճման միտում ունեն։